Նոտաների ինտելեկտուալ տիրուհի երաժշտագետների այս բնորոշումը Վիվիանը ստացավ 12 տարեկանում։ Առաջին անգամ բեմ էր բարձրացել Բեռլինի եւ Իսրայելի ֆիլհարմոնիկների միացյալ համերգի ժամանակ։ Այդ պահից էլ աշխարհի համար մեկ ջութակահարուհու անունն արդեն 16 տարի անփոփոխ է։ Բացման համերգն է հիանալի առաջին մեծության ջութակար Վիվիան Հագների հետ միասին, որը երեք արդեն վարպետության դաս ունեցավ։ Վիվիանի հետ ելույթ ունենալու համար երկար բանակցում, ապա մեծ հաճույքով նվագում են աշխարհի առաջատար նվագախմբերը՝ Բոստոնի սիմֆոնիկը, Նյու Յորքի, Լոնդոնի եւ Բեռլինի ֆիլհարմոնիկները։ Սակայն Հագները Հայաստանում է առանց աստղային քմահաճույքների։ Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի հատուկ հյուրն է եւ մեծ սպասումներ ունի։ Ես առաջին անգամ եմ Հայաստանում, ընկերներիցս հետաքրքիր պատմություններ եմ լսել ձեր երկրի եւ ֆիլհարմոնիկ նվագախմբի մասին։ Ահա վերջապես այստեղ եմ եւ կարող եմ տեսնել ու վայելել այդ ամենը։ Ասում են երևանյան հանդիսատեսը ամենաբանիմաց ու պատրաստվածներից մեկն է աշխարհում։ Վիվիան Հագների հետ բացման համերգով էլ կսկսվի երաժշտական աշունը մինչև հոկտեմբերի 30-ը Երևանը կապրի դասականով ու կհյուրընկալի հանրահայտ երաժիշտների։ Հարազատ քաղաքի հանդիսատեսի համար ելույթներ կունենա նաև Սերգեյ Խաչատրյանն ու Նարեկ Խախնազարյանը։ Այս տարի մեզ հաջողվել է, ինչը որ միշտ մեզ դժվար էր թվում, մի շարք շատ հանրահայտ դիրիժորների ներգրավել մեր փառատոնի մեջ։ Փառատոնային ծրագրով նախատեսվում են 10 սիմֆոնիկ եւ 3 կամերային համերգներ, վարպետության դասեր, հոբելյանական երեկոներ։ Երևանյան երաժշտական տոնը սեպտեմբերի 26-ին կտեղափոխվի նաեւ Ստեփանակերտ։ Անի Հակոբյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։